Բոլոր տեսակի մարդկային խորհուրդները քանդվելու են վերջի վերջո, և Աստծո խորհուրդն ու խոսքն է կատարվելու այս երկրագնդի վրա։ Մի բան հաստատ գիտեմ, ինչ էլ որ լինի, Տեր Հիսուսը ինձ չի թողնելու, նա միշտ իմ կողմից կլինի, որովհետև նա խոստացել է մինչև աշխարհի վերջը ինձ հետ լինել։ Որովհետև ես ավետարանն ամոթ չեմ համարում, քանզի այն Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին։ Տերը պահում է պանդուխտներին, նա ընդունում է որբերին և որբևայրիներին, բայց ամբարիշտների ճանապարհը ծռեցնում է։ Եթե ընկնեմ, վեր կկենամ, եթե խավարի մեջ նստեմ, Տերն ինձ լույս կլինի։ Գոհանում եմ, Տեր իմ Աստված, գոհանում եմ քեզանից, այսօր և ամեն օր։ Տեր, դու իմ ապավենն ու զորությունն ես, այս օրը լցրու ինձ քո խաղաղությամբ, առաջնորդիր ինձ ամեն քայլափոխի և նորոգիր իմ ուժը։ Ամեն։ Տերը մեզ համար մեծ բաներ արեց, դրա համար մենք ուրախ ենք։ Այս իմացիր, որ աշխարհը փշրում է կամուրջը, որով պիտի անցնեիր, բայց Հիսուսը կամուրջ է կապում, նոր և անսասան։ Աստծո ճանապարհն անբիծ է, Տիրոջ խոսքը մաքրված է կրակով, նավահանն է բոլոր նրանց, ովքեր իրենց հույսը նրա վրա են դրել։ Այս կարճ կյանքի նեղությունները չնչին բան են, գալիք հավիտենական երկնային ուրախության դիմաց։ Սիրտս, հոգիս, միտքս, ողջ էությունս միայն երկինք է փափագում, այնտեղ է կատարյալ սրբությունը և կատարյալ մաքրությունը։ Ամեն։